Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին զրուցում եմ վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի հետ, շնորհակալ եմ պարոն Սարիբեկյան մեր հավերն ընդունելու համար։ Օգոստոսի 8-ին, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, դրանից հետո մենք հանդիպեցինք իշխանական ամենակարոշչական պիկին, երբ համոզում էին, որ խաղաղությունն այլևս հաստատված է, չնայած նախաստորագրված էր, ինչպես հնում ընդունված մեթոդ կար ամուսնության բեշի քարտման, որ ամուսնացած չէին, որտեղ նոր էին ծնվել։ Վաղ տարիքում բան են։ Բայց խոսք են որ կամուսնանան, երբ որ մեծանան։ Հիմա Փաշինյանը դժգոհում է։ Պսակեցի Նիկոլին տվին Չոբան Ալիևին։ Այո։ Բայց այդ հեքիաթում Մարոն մեռնում է վերջում։ Դե։ Մի խոսքով, հիմա Փաշինյանը տարբեր ամբիոններից մակում ԵԽԽՎ-ում դժգոհում է Ալիևի խոսույթից, ասում է, այդ Զանգեզուրի միջանցքը ասված է, դա տարածքային նկրտում է Հայաստանի նկատմամբ, իսկ տարածքային նկրտում դա նշանակում է նաև պատերազմի վտանգ։ Ուր կորավ այդ բեշի քարտման, ուր կորավ ստորագրությունը, լավ հիշեցեցիք մեր նախորդ զրույցը։ Այդ նախորդ զրույցում մենք ասացինք, չէ, հիշեցինք հայ-թուրքական այդ արձանագրությունները, երբ որ ընդհանրապես րոպեներ անց արդեն կուլիսների հետևում, երբ որ արդեն Նալբանդյան Էրզիկի թշերը քաշել էին, հա, կուլիսներում Թուրքիայի ներկայացուցիչն ասացին, բա Ղարաբաղի հարցը ո՞նց ենք անելու, ասենք չկար նախապայման, հենց ստորագրվեցին այդ թղթերը, արձանագրությունները ստորագրվեցին, նախապայմանները ի հայտ եկան։ Դա թուրքական աշխարհի ներկայացուցիչների, տվյալ դեպքում Ադրբեջանի քաղաքականության հիմնական գործիքն է։ Այսինքն նա ստեղծում է հարթակներ, նա ստեղծում է ոտ դնելու տեղեր, հա, ֆունդամենտ ու շարունակում է իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը տվյալ դեպքում Հայաստանի նկատմամբ։ Նույն բանը եղավ հենց այս փաստաթղթի հետ։ Նիկոլը այդ թուղթը Չեմբերլենի նման ծածանելով մեր առաջ փորձում է դա վաճառել ընտրություններից առաջ իբր ինքը խաղաղարար է, բայց արդյունքում ընդամենը ժամեր հետո, օրեր հետո մենք Ադրբեջանից արդեն տեսնում ենք այնպիսի խոսույթ, այնպիսի պահանջներ ու այնպիսի նախապայմաններ, էլ սահմանադրությանը վերաբերվող, էլ բանակին վերաբերվող, էլ չգիտեմ, ռևանշիզմին վերաբերվող, ճակերտավոր կամ նացիոնալիզմին, հայկական ճակերտավոր վերաբերվող, որ դրանք ուղղակի իրեն հարգող ցանկացած երկրի ղեկավար անմիջապես հետ կվերցներ իր ստորագրությունները այդ թղթից, բայց Նիկոլ Փաշինյանի համար այդ թուղթն է կարևոր։ Եթե Ալիևը կարողացավ այդ ստորագրությամբ կամ այդ թշերը քաշելու process-ով կամ թշերին ձեռ տալու դու ձեռ տվեց Թրամփը, հա, կարողացավ իր համար ստեղծել ցածկահարթակ Թրամփլին, որ նոր պահանջներ ներկայացնի, հիմնավորի ամբողջ աշխարհի առաջ այդ պահանջները ու դրան նույնիսկ անուն դնի կամ անուններ դնի, Թրամփն էլ այդ ամեն ինչից շահեց ընդամենը իր այդ Նոբելյան մրցանակի համաշխարհային տուրն է, ինքը քեյսը, հա, թղթապանակը հավաքում, որ տեսեք, սրանք էլ ընդդեմ չէ, հայտարարեցին, որ հա, մենք բան կանենք, ինչ լավ կլինի, որ մենք էլ առաջադրենք Թրամփին ընդդեմ Նոբելյան մրցանակի, Նիկոլը առաջադրի փրկություն չկա արդեն, Թրամփին անպայման տալու են այդ Նոբելյան մրցանակը, հետևից հասնելու են մի հատ էլ են տալու։ Թրամփը զգացել եք, չէ, ամեն օր առավոտը զարթնում այն Մյունհաուզենի, այդ նույն Մյունհաուզենը ֆիլմը տեսել եք, ասում է, այսօր առավոտը ես ինչ ժամի պատերազմ ենք հայտարարում, չեմ անում ընդդեմ չեմ որ երկրին, հա։ Թրամփը ամեն առավոտ վերակենում, նայում է ցուցակին, Կամբոջա, մեջը ջտարկա, դա Ադրբեջանն է։ Մեջը ջտարկա, Կամբոջա, հա, սրա հետ է, սրաս մեջ է, չէ՞ ոնց որ Ալբանիայի ու այդ Կամբոջայի մեջ է։ Մեկ էլ ընդ։ Վերջում արդեն էլ Ալբանիա էլ չի ասում, որովհետև արդեն դժվարանում է, էլ ասում, հիմա էլ արդեն իր մոտ բան է, էլի կոմպլեքս է, ասում, անընդհատ ուզում եմ ասեմ Արմենիա, ստացվում է Ալբենիա,
Արի ասեմ այնտեղ են, էլի մեկը անունը չի էլ հիշում։ Այսինքն այդ ամեն ինչը արվեց նրա համար, որ մեկը ստանա Նոբելյան մրցանակ, մեկը ստանա Զանգեզուրի միջանցքը բարձրաձայն ասելու ու միջազգային հարթակներում ամրապնդելու այդ խոսույթը, մյուսը թուղթ, որը մեր վրա կվաճառի որպես խաղաղություն։ Երբ կլինի այդ խաղաղությունը, ինչ տեսք կունենա այդ խաղաղությունը, ինչ սահմաններում կլինի այդ խաղաղությունը, ում հետ կլինի այդ խաղաղությունը Կամբոջայի, թե Ադրբեջանի եւ այլն, ոչ մի շնորհ։ Տեսեք ինչ ասում։ Ասում է, եթե սրանից հետո ինչ որ միտեղ, ինչ որ մեկի բերնից կլսեք Զանգեզուրի միջանցք, տանգլների չդնեք, այդ մեզ չի վերաբերվում։ Դու կարաս ասես, քորիսին թքում են ասում ես անձրև ա գալի, քո համար մեկ է։ Ով ինչ կասի, կարան չասեն Զանգեզուրի միջանցք, կարան ասեն Նիկոլի Սպալնիայում միջանցք։ Կասես, աշխարհում մի հատ մենակ ես եմ Նիկոլ։ Հա լավ, ես էլ եմ Նիկոլ, բայց ո մենակ ես չեմ Նիկոլ։ Ոնց որ ասում էր պատասխանատու եմ, բայց միակ մեղավորը չեմ։ Այսինքն, այս մարդու խոսույթը մեզ խաբելու վրա է։ Ու մեր ժողովուրդը երբ որ մեզ լսում է, ես ուղղակի խնդրում եմ ձեզ ժողովուրդ, հիմա որ մեզ լսում եք, մեզ էս մի նայեք, մենք պարապ չենք ստեղ եկել ենք կոֆեի բաժակ ենք նայում կամ ընդդեմ չեմ անում ինչ որ իրար կենացներ ենք ասում մեկս մեկի գլուխն են գովում, չէ, էս ասում ենք, որ վաղը եթե դուք հնարավորություն ունենաք քայլ անելու, կլինի դա ընտրություն, կլինի դա նկատի ունեմ ընտրական process, կլինի դա չեմ անում բողոքի ակցիա կամ դուք ինքներդ ինչ որ մի բանից եթե դժգոհ եք ու ուզում եք բողոքեք, հաշվի առնեք թե ումն եք բողոքում ու ինչի համար եք բողոքում։ Մենք սրա համար ենք խոսում։ Ես ձեզ չեմ մեղադրում, ես ձեզ խնդրում եմ։ Լսեք, մի հավատացեք դրա ստերին, օրական ձեզ կկանգնի ձեր անձնագիրը ձեր ձեռքին ու կհամոզի, որ դուք այդ անձնագիրում եղած մարդը չեք, ավելին այդ փաստաթուղթը որ ցույց եք տալիս, դա անձնագիր չի։ Ես համոզված եմ։ Հիմա իրենք խոսում են խաղաղությունից եւ դրա տրամաբանության մեջ այսպես առաջարկում բանակի ժամկետը կրճատել ծառայության եւ ժողովրդին սա իհարկե ողջևորելու է, բայց մի դժվար բան պիտի ծանր բան պետք է փաստել, որ ծառայության 6 ամիս կրճատումը ամենևին չի նշանակում, թե ձեր տղաները անվտանգ են լինելու, որովհետեւ 44 պատերազմ բոլորս հիշում ենք։ 1-2 ամսվա ծառայող երեխեք մա զոհվեցին։ 1-2 ամսվա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած անվտանգության համակարգում կարելի է 1.5 տարում էլ զոհվել։ Երբ որ ռումբը ընկնում է բազմահարկի վրա, այնտեղ ժամկետային զինծառայող չկա, բայց այնտեղ կա ծածկեր երեխա, այնտեղ կա տարիքով ծեր, այնտեղ կա հաշմանդամ, այնտեղ կա ընտանիքի անդամ, այնտեղ կա հարազատ, եղբայր, քույր, մայր եւ այլն, հասկանում եք, ժողովուրդ բանակի 2 տարին կրճատել դարձնել 1.5 տարի, դա նշանակում է բանակը կրճատել 25%-ով, 1/4-ով։ Ու գիտեք, հա, կարող ենք օրինակ բերել, ասենք, երկրներ կան, որ ընդհանրապես զորակոչային բանակ չունեն, պրոֆեսիոնալ բանակ ունեն եւ այլն։ Նախ մենք գիտենք մեր պրոֆեսիոնալ բանակը ինչ է, իրանից ներկայացնում, ու բացի դրանից քանիսն են այսօր պատրաստ այդ պրոֆեսիոնալ բանակում ծառայելու, որ կարողանան գոնե իրենց ընտանիքը պահել եւ այլն, հա։ Այդ թողենք դեռ մի կողմ։ Պատկերացրեք իրոք վաղը մեզ պետք է հզոր տնտեսություն, հզոր արդյունաբերություն, ուժեղ ու մրցունակ կրթական համակարգ եւ այլն, հզոր երկիր ունենալու համար մեզ անհրաժեշտ է նաեւ հզոր բանակ։ Գալիս է մի մարդ, ձեզ հարգելի ժողովուրդ, առաջարկում է ընտրել իրեն կամ իր կուսակցությունը, որպեսզի այդ բոլոր ծրագրերն իրականություն դարձնի։ Դուք շատ լավ գիտեք, որ ինքը կարող է, ճանաչում եք դրան, երդվում եք դրա անունով, ձեր բարեկամն է, ձեր հարազատն է, ձեր հետ մեծացել է, մանկապարտեզ իրար հետ է գնացել, ամեն ինչ իր մասին հայտնի է։ Իրան 100%-ով հավատում ու վստահում եք։ Ասում է, դուք պատրաստ եք իրեն ընտրել, բայց ինքը ասում է, գիտեք ինչ, այդ ամեն ինչ ունենալու համար մեզ նաև հզոր բանակ է պետք, ու մենք պետք է բանակը նորից դարձնենք 2 տարի։ Դուք այդ մարդուն չեք ընտրելու։ Այսինքն ձեր երազանքները, որ այդ մարդը մարմնավորում էր, կամ դուք ձեր երազանքների իրագործումը տեսնում եք իդեմս այդ մարդու, անցնելու եք այդ մարդու վրա, մենակ մի պատճառով, որ ձեր տղան 2 տարի ծառայի բանակում, այլ 1.5 տարի ծառայի բանակում։ Պատկերացնում եք ինչ ռումբ է ինքը դնում մեր հասարակության տակ։ Նույնը արտաքին պարտքը։ Պետության արտաքին պարտքը արդեն հասել է գրեթե 14 միլիարդ դոլարի։ Ներողություն արտաքին ընդհանուր պետական պարտքը 14 միլիարդ դոլարի։
Հանկացած մեկը, ով վաղը գա իշխանության, հանդիպելի է ծանրագույն խնդրի, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանին, եթե չեմ սխալվում, ինքը վերցրել էր 4 միլիարդով, թե 6 միլիարդով, եթե 6 միլիարդից հետո աշխարհի հզոր երկրները կամ Նիկոլ Փաշինյանի հովանավոր, այսպես ասենք, երկրները կամ կոալիցիաները հաճույքով Նիկոլ Փաշինյանին փող են տալիս, որպեսզի նա իրագործի այդ վարկատուների արտաքին քաղաքականությունը կամ նրանց քաղաքական գիծը առաջ տանի, այն մյուսից հետ է պահանջելու անմիջապես։ Նիկոլ Փաշինյանից կարող է չպահանջել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է։ Բայց հաջորդից անպայման կպահանջի։ Այո, ինքը պետությունը մտցնում է վարկային այնպիսի բեռի տակ, որ ցանկացած հաջորդ իշխանություն տնտեսական լրջագույն խնդիրներ ունենալու մեր երկրում թոշակը չեն կարողանալու վճարեն, ուսուցիչների, բժիշկների աշխատավարձը չեն կարողանալու վճարեն։ Այսինքն ոչ նյութական արտադրության ոլորտի մարդիկ, ովքեր որ աշխատավարձը կամ նպաստները ստանում են պետությունից, նրանք չեն կարողանալու վճարվել, որովհետև պահանջելու են, ասել են, չուզեցիք մեր Նիկոլին, եկավ ձեր Չիկոլը, այ հիմա տեսեք, մենք մեր փողն հետ ենք։ Լավ, մի քանի օր է ակտիվ քննարկում են Վարդան Ղուկասյանի կողմից, Գյումրու քաղաքապետի կողմից արված հայտարարություն, որ միութենական պետության վերաբերյալ եւ մի անգամից ողջևորված դատապարտող խոսքեր, ովքեր Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլ են անում, նրանք պետք է դուրս շպրտվեն։ Այդրանից հետո իհարկե պիտի ԿՊ-ն հավաքվեր Քացով տար Նիկոլի հետևին ու դուրս շպրտել, որովհետև Հայաստանի ինքնիշխանության դեմ այս պահին օրենսդրական նախաձեռնությունը, որը անցել է խորհրդանով դարձել է օրենք, դա Նիկոլ Փաշինյանի թիմինն է։ ԵՄ-ին միանալու նախաձեռնություն։ Ընդ որում, իհարկե Վարդան Ղուկասյանի մտքերը չեմ կիսում, բայց որպես այդպիսին իրականություն միութենական պետություն ասվածը ավելի պակաս ինքնիշխանության զիջում է, որովհետև Բելարուսիան եւ Ռուսաստանը միութենական պետության անդամներ են։ Քան Եմեն, ավել կամ պակասը, հա? Եկեք մի հատ չքննարկենք ավել կամ պակասը։ Ռետորական հարց։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի տարածքներում ադրբեջանցիների, ադրբեջանական բանակի, ադրբեջանական զինուժի ու տեխնիկայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության կորուստ է թե չէ։ ավելացում է։ Սյունիքի գրեթե ամբողջ սահմանագծով ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանություն։ Այդ արդեն լրիվ սուպեր ինքնիշխանություն։ Սուպեր ինքնիշխանություն։ Ֆրանսիական ճանապարհը թվեցին Թրամփի միջանցքը, որ համառորեն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք, դա արդեն աշխարհական կենտրոն են դառնում ինքնիշխանը։ Ավելին Թրամփի միջանցքը, Թրամփի կամուրջը Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկի մի մասն է։ Հələ պատկերացրեք Թրամփ, հələ պատկերացրեք Նիկոլ, ու նրա ծրագիրը, նրա անունը կրող ծրագիրը, այս խղճուկի խաչմերուկի մի մասն է, ասիկն են փոքր նրբանցքը, որ sense գալի միանում է խաչմերուկին, այդ Նիկոլն փոքր չէ նրբանցքը, լավ էլ անցք է։ Այսինքն, հիմա լավ։ Եկեք մեզ դնենք հնարավոր է չէ, Ռուսաստանի ու Բելարուսի տեղը։ Նրանք ուզում են, որ Հայաստանը դառնա։ Վայ, խելագարվում են, Պուտինը չեք դնում ամեն առավոտ։ Հիմա դուք կատակում եք, բայց ես ես հավատացնում եմ, շատ մարդիկ, որ նայում են մեր զրույցը, կմտածեն, որ հա իսկականից նրանք մտածում են, որ առանց Հայաստանի միութենական պետություն հնարավոր չի գոյություն ունենա։ Առանց Հայաստանի Ռուսաստանը կորած է։ Պարոն Սարբեկյան, դուք չեք տեսնում, որ Պուտինը ամեն առավոտ, որ արտանում է, մի հատ հայկական ժամանակա կարդում, Նյուզեմ ու նոր է մտնում բան Կրեմլ։ Ախր ամբողջ աշխարհը ապրում է, շրջում է, այսպես պատտվում է Հայաստանի շուրջ։ Թե ինչ է ուներում այստեղ։ Այդքան զավեշտալի չէ լինի, եթե այդքան ողբալի չի լինելու, հասկանում եք, մեր ժողովուրդը։ Լավ, հիմա ինչ կարգի քաղաքական անբարոյական պետք է լինել, որպես խորհրդարանական մեծամասնություն, իշխանություն ընդունել օրենք ԵՄ մտնելու, ԵՄ գնալու մասին ու խոսել, որ ինքնիշխանության հələ մեկը փորձի ինքնիշխանության դեմ քայլ անել։ Հարցը նորից կրկնեք, քաղաքական ինչ աստիճանի անբարոյական։ Այ հենց այս աստիճան։ Հենց այդ աստիճան։ Բաներ կան, չէ, չափման միավորներ կան։ Ներողություն, պարոն Սարբեկյան, չափման միավորներ կան, չէ՞ որ անուններ ունեն։
Celsius, չգիտեմ, Fahrenheit, ազգանուններ են դրանք։ Պասկալ եւ այլն։ Հիմա կարելի է անբարոյականությունը չափան միավոր դարձնել, ասենք Նիկոլ կամ Փաշինյան։ Իհարկե։ Միանշանակ համաձայն եմ, որովհետեւ ես ես վստահեցնում եմ տարիներ հետո դա լինելու է։ Տեսեք, օրինակ, եթե ես որոշում կայացնող լինեմ ու օրերից մի օր հնարավորություն ունենամ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերին միջամտելու, եղել եք, չէ, Երևանի քաղաքապետարանում, քաղաքապետերի նկարներ կան կապ սրանց։ Ես Տիգրան Ավինյանի նկարը կփոխարինեմ նրա այն ոտի մատածածելու նկարով։ Բոլոր քաղաքապետերի փողկապով պարկեշտ նկարների կողքին կդնեմ Տիգրան Ավինյանի այդ նկարը, որ քաղաքապետարանի բոլոր այցելուները լուսնից մինչև իմ հարազատ Շեգավիթ համայնքի ցանկացած քաղաքացի մտնի ու տեսնի, որ ինչ որ մի ժամանակ Երևանը ունեցել է նաև այսպիսի քաղաքապետ։ Մենք ապրել ենք այսպիսի խայտառակ վիճակում։ Եվս մի ինդիկատոր, ընդամենը 3, եթե չեմ սխալվում, արդեն առողջապահության հանձնաժողովի նախագահ Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվեց մի падգամավոր, որի կարիերայի հետևում գաղտնի սեր կար, թաքնված սեր կար։ Հենց հետևից, թե հետևում։ Ես կարծում եմ, որ այդ թաքնված սիրո տեսանկարահանումը Նիկոլն ունի։ Հասկանում եք։ Բուժքույր, միջին մասնագիտական կրթություն, նույնիսկ չգիտեմ ինքը ինչ բուժքույր է եղել։ Տեսեք, հարցը սրանումն է, որ որևէ մասնագիտություն չպետք է թիրախավորել, բայց երբ որ խորհրդարանական հանձնաժողովի մասնագիտություն չեմ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի մասին է խոսքը, ընդ որում ես կարծում եմ, այս կինը վատ բուժքույր է եղել, որովհետև դուք իր խոսույթը լսեցիք։ Իհարկե։ Փաստորեն ինքը առողջապահության համակարգի կարևոր բարեփոխումը խնդիրը համարում եւ կարծում ինքը պետք է փոխի, որ բժիշկները հիվանդների, պացիենտների աչքերին չեն նայում։ Դուք պատկերացնում եք ինչքան խորն են այդ խնդիրները պատկերացնում։ Համաշխարհային հրճակ ու վաստակ ունեցող գիտնական բժիշկներին վաղը կանչելու է իր հանձնաժողով ու դրանց հետ ինչ-որ բան քննարկի։ Այդ հանձնաժողովի նախագահ եղել կարծեմ Արա Բաբլոյանը ժամանակ։ Հա։ Այդ մասնագիտական բարձրագույն որակներ ունեցող մարդը ու այս աղջիկ կինը։ Դե հիմա եկեք համեմատեք։ Հա, ժողովրդի որը падգամավորի հարցինի պատասխան ասում է ինչի ձեր շենքի կողքը դիահերձարան, հա, ամեն շենքի կողքը մի դիահերձարան չկա։ Բայց սա նաև ինչ սա Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ է անում։ Իհարկե։ Ինքը հասարակությանը ուղերձ է հղում, որ եթե դուք ունեք այսպիսի որակներ, դուք ունեք հնարավորություն։ Ոչ։ Ուղերձը գուցե նաև այդպիսին է, բայց Նիկոլ Փաշինյանը կոտրում է բոլոր հնարավոր հենասյուները, որոնք կարող են վաղվա արթնացող, հառնող, վերակառուցվող հասարակության համար հենման կետ լինել։ Ազգային ժողովը վարկաբեկել, կառավարությունը վարկաբեկել, բանակը վարկաբեկել, կրթական համակարգը վարկաբեկել, սոցիալական համակարգը վարկաբեկել, ինչ հնարավոր է այս երկրում վարկաբեկել, որպեսզի վաղը ցանկացած մեկը ով ուզենա ընկած տեղից վեր կենալ, հենվելու տեղ չունենա։ Բայց մյուս կողմից եթե Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, դեպքում ինչ տարբերություն առողջապահության հանձնաժողովի ղեկավարը ով է։ Թրամփի տեսանկյունից ճիշտ եք։ Բայց ես չեմ ուզում, որ լինի այսպիսի Հայաստան, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է ու դրա բոլոր հետևանքներով ինչ որ դուք ասացիք։ Ես չեմ ուզում, եթե վաղը ես փորձեմ դա անել, ես հենվելու տեղ չեմ ունենալու, որտեղ չեմ ունենալու կրթված հասարակություն, չեմ ունենալու առողջ հասարակություն, ունենալու եմ նպաստներից կախված, պետության կողմից շպրտված ողորմության համար ամեն ձևի ընտրության պատրաստ հասարակություն։ Չեմ ուզում ունենալ, դա չեմ ուզում, ես ուզում եմ փոխել այս երկիրը, ես ուզում եմ, որ իմ զավակները, իմ սերունդները, իմ ծնողները, իմ հարևանները, իմ բարեկամները ապրեն նորմալ երկրում։ Ես դրա համար քայլ եմ անում, ես դրա համար փորձում եմ այս ընկած տեղից նույնիսկ այս վիճակում, այս ծանրագույն վիճակում
ոտքի կանգնել ու հենվելու բան է ինձ պետք, հենվելու տեղ է ինձ պետք։ Նիկոլ Փաշինյանը այ հենց այդ հիմքերն է քանդում։ Հիմքերը, գիտեք, ամենահեշտ բանն է քանդելը։ Կառուցելը, վերակառուցելը, վերականգնելը չափազանց դժվար է։ Ես օրինակ բանակի օրինակը բերեցի։ Որպես օրինակ բանակի օրինակը բերեցի։ Բայց հիմա պատկերացրեք գյուղատնտեսությունը։ Երեք падգամավորներից մեկն ասում է. «Քաչատուր Սուքեսյանը, հզոր պետություն, հզոր տնտեսություն, այնտեղ չեմ անում, հզոր բանակ, երբ»։ Բայց մյուս կողմից սրանից Մի րոպե։ էլուր հզորանանք։ Եթե Էլուր դուք հզորանանք, եթե դուք բան ասում եք տալիս երկրում փողի խնդիր չկա։ Եթե դուք Խաղաղությունը միլիարդների ու միլիոնների ունեցվածք եք արդեն կուտակել մի քանի տարվա մեջ։ Եթե դուք բերել եք, չեմ անում, այնտեղ աշխարհի ամենապինդ ու ամենաապահովագրված խաղաղությունը, էլ այդ խոստումներն ում համար են։ Բայց արդեն Էլ այդ խոստումներն ում համար ես են։ զարմանում եմ Հայաստան էլուր հզորանա, այսքան Հայ էլուր հզորանա։ Նայեք Եթե ձեր Վարշավեի պաշտոնը զբաղեցնողի կարդում ենք, եթե ձեր հարցազրույցները լսում եք, մեզ բռնելու տեղ չկա։ Բայց օրինակ Հայաստանի բեռնատարները Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված են։ Հայաստանի բեռնատարները Հայաստանի գյուղացու չարքաշ աշխատանքի արդյունքում ստեղծված բերքով կանգնած են ռուս վրացական տամանի կամ հայ վրացական տամանի։ Ով է այդ գյուղացուն խնդրել որ գնա գյուղատնտեսությամբ զբաղվի։ Հա, հեսա Ախր դուք այդ ասել տամանը էր, կբացենք։ Նախարար Քերոբյանը նախկին ասել էր, չէ, որ խաղաղագործությամբ զբաղվողները պետք է թողնեն խաղաղագործությունը, գնան կոնյակի մթերման գործարաններում աշխատեն։ Ուղղակի թե հարցը ինչ խաղողով է այդ կոնյակի գործարանը աշխատի, բայց պիտի թողեն։ Ինչ, ախր ով է այդ գյուղացիների Դուք տեղյակ եք այս տարի գործարանները ինչ քանակի մթերում են պլանավորում կամ ընդհանրապես մթերում են, թե չէ, որ կոնկրետ խաղողը տեղյակ եք։ Ես գիտեմ, որ Արմավիրի մարզում շատ խաղողագործներ Քերոբյանի այդ խոսքից հետո քանդեցին իրենց այգիները։ Այլ բան է, հիմա ինչքանով են մթերելու։ Շատ մթերող հզորություններ, շատ մթերող կամպանիաներ, այս տարի նույնիսկ չեն ցանկանում ոչ մի կիլոգրամ։ Այո։ Որովհետև սրանից 3 տարի առաջ, 4 տարի առաջ մի հատ պետությունը պարտադրեց այդ մարդկանց, ասեց ձեր կարիքներից կամ ձեր հնարավորությունից շատ ընդունեք, թողե ժողովուրդը բերքը չմնա։ Սրանք հաջորդ տարիների եկամուտների, հաջորդ տարիների շահույթի հաշվին կուտակեցին, մթերեցին, կուտակեցին ու նույն պրոգրեսիայով, նվազող պրոգրեսիայով արդեն այս տարի մարդիկ ոչ հնարավորություն ունեն, ոչ տեղ ունեն ու ոչ էլ գիտեն ինչ են անելու իրենց մթերած ու վերամշակածը։ Ես ես կարող եմ բերել այն օրինակով, որ ինքս եմ առնչվել, Ծիրանը մարդիկ ուղակի տասնյակ հարյուրավոր տոննաներով թափեցին այդ այգիներում։ Ծառերի տակ թափվեց այդ բերքը, որտեղ ոչ մթերում կար, ոչ աչքներիս առաջ ադրբեջանական ամբողջ գյուղատնտեսական ապրանքը մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում դուրս եկավ Ռուսաստանից։ Çünkü Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ այդ մթերքի հետ չգա նաև դրա կողմնակի ազդեցությունը իր ներքին քաղաքական կյանքի վրա։ Մեր երկրի իշխանությունները թող ինձ ներեն մեր հերոստատիտողները եւ դուք Եվրոպա ու ֆոն դեր Լայն տրծնելու փոխարեն հիմա պետք է Ռուսաստանի ոտերը պաչեին, որ կարանային այս բերքը ադրբեջանականի փոխարեն տանային Ռուսաստան։ Ինչ ենք անում մենք։ Ինչ ենք անում, ուր են նայում մեր իշխան։ Լավ, չկա այդ հնարավորությունը, բայց դա կարելի է նաև ժողովրդին բացատրել, չէ՞։ Իսկ մեզ չեն բացատրում, մեր իշխանությունները մեզ չեն բացատրում, չեն ասում, չենք կարողանում։ Գնում է մի քանի օր առաջ Պուտինի հետ հանդիպեց, նստեցին, նկարվեցին, հայ-ռուսական հարաբերությունները նոր որակական, այնտեղ չեմ անում, նոր չափային եւ այլն։ Ումն է կապում։ Այդ բարերը գյուղացու բերքը հասցրեցին Ռուսաստան, այդ բարերը գյուղացուն այս ձմեռ տակացնելու են, մեր բեռնատար մեքենաները Ռուսաստանում դատարկ էլ չեն կանգնելու կալանավորված։ Չգիտեմ։ Լավ, սպասենք ինքնիշխանության վերջին ակորդին, արդեն ոնց որ շատ ինքնիշխան ենք դարձել, մոտենում ենք այդ ինքնիշխանությունը ոչ միայն նպատակ է, այլ նաև ապրելու ձև։
ապրելու ձև։ Եթե դու գիտես պարտք ես վերցնելու ու չես կարողանալու վճարել, պարտք վերցնելով կորցնում ես քո ինքնիշխանությունը, չէ՞։ Երկրորդ էլ Եթե աշխարհում մենք- աշխարհում այնպեսի Եթե իրավիճակ մենք փոքր, գիտենք, հատկապես փոքր եթե մենք գիտենք, որ մենք, աշխարհում։ եթե մենք գիտենք, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ամեն պահի կարող է պայթել պատերազմ, ինչպես եղավ օրինակ 12-օրյա պատերազմը Իսրայելի ու Իրանի միջև, ինչ որ տեղի ունեցավ Սիրիայում, ինչ որ հիմա տեղի ունենում Գազայում, ու ընդհանրապես ինչ որ տեղի ունենում մեր անմիջական նեղ հարևանությամբ։ Երբ որ մենք գիտենք, ապրում ենք մի այդպիսի տարածաշրջանում, ու խաղաղություն ենք պարտք վերցնում, այսինքն չակերտավոր խաղաղություն ենք վաճառում մեր ժողովրդին, մենք արդեն կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, որովհետև եթե վաղը գնանք ինչ որ մեկին, նույն ֆոն դեր Լայենին, ասենք գիտեք ինչ, մեր մոտ պատերազմը արի մեզ օգնի, այ այնտեղ անում ինչա Մակրոն երեք որ փաթաթվում էին իրար, մեր մոտ պատերազմը արի մեզ օգնի, այ Պուտին երեք որ փաթաթվում էինք իրար, մեր մոտ պատերազմը արի մեզ օգնի, կասեն ո՞նց։ Արա բա դուք ասում եք մեր մոտ խաղաղություն է։ Բաքու տշերն ինչի համար են քաշում, այ մեր դրան դեմի welcome կներեք։ Այ օղուզ։ Դե հիմա շնորհակալ եմ, պարոն Սարոբեկյան, այդ այքեզ դրության համար դժվար հարցազրույցեր շատ ստացվեց մի խոսքով այս հարցազրույցը։ Եթե կարծում եք։ Այո, շնորհակալ եմ, չէ, ամփոփենք, ես շեշտեմ զրուցում էի վերլուծաբան։ Ես գիտեք ինչ եմ կներեք, ձեր Ավարտական խոսք։ ավարտական խոսք։ Մենք այսքան խոսում ենք, չէ՞, ժողովուրդը սրանից ինչ եզրակացություններ անում։ Ես չեմ ուզում տեսնել ձեր վերլուծությունը ամուլում կամ ինչ որ մի տեսաբանի կամ իմ, ես իմ ասածը գիտեմ, ձեր ասածը գիտեմ, մյուսը։ Այ մոտակա ժամանակներում Էջմիածնում համայնքապետի ընտրություններ են, չէ՞։ Այսպիսի զրույցներ ոչ միայն մեր միջև, այլ տարբեր հեռուստաալիքներով, տարբեր ինտերնետ կանալներով, դե չեմ անում, Telegram եւ այլն, լսում են, ժողովուրդ դուք դրանից, այ վաղարշապատ կոշորացված համայնքի բնակիչներ ջան, ձեր ցավը տանեմ, դուք ես ամեն ինչից ձեր համար հետևություն անելու եք, ինչքան մենք խոսենք, մենք պարապ չենք, դատարկ ստեղ չանած ծեծելու, ջուր ծեծելու։ Այ ես կուզեմ այդ ընտրությունների ժամանակ տեսնել այսպիսի խոսակցությունների արդյունքը։ Արտացոլումը, ոչ թե այնտեղ չեմ անում հարցում արեցին, ես ինչի տոկոսն ես քանա, այն ինչի տոկոսն ես։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Սարոբեկյան, ես շեշտում զրուցում եմ վերլուծաբան Էդուարդ Սարոբեկյան հետ, տեսություն կհանդիպենք։